2024 թվականի ընթացքում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակների վերաբերյալ կայացվել է 6829 որոշում, որից 4115-ը բավարարվել է, 2114-ը մերժվել, 526-ը կարճվել, իսկ 74-ը դադարեցվել։ Արդեն իսկ բավարարված որոշումներում անձանց 2287-ը եղել են 16-ից 34 տարեկան, 1553-ը 35-ից 50 տարեկան, 237-ը 51-ից 64, իսկ 35-ը 60 եւ ավելի տարիքային խմբին են պատկանել։ 2024-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներից ստացված դիմումների բաշխումն ըստ քաղաքացիության երկրի ունեցել է հետևյալ տեսքը. Ռուսաստան 5615 դիմում, Բելարուս 132 դիմում, Ղազախստան 56 դիմում, Qırğızstan 20 դիմում։ Ստացված 6371 դիմումից 5610-ը բավարարվել է, 353-ը մերժվել, 60-ը կարճվել եւ 341-ը դադարեցվել։ Հավելենք նաև, որ 2024 թվականին իրականացված տեխնիկական վերազինման արդյունքում Work Permit հարթակը ինքնաշխատ ստուգում է գրանցված ԵԱՏՄ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ 3 ամիս ու ավելի հարկային պարտավորությունները չկատարելու հանգամանքը։ Փոփոխության արդյունքում 6 քարտ ճանաչվել է անբավեր, քանի որ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ եւս 338 անձի քարտի գործողություններ դադարեցվել են հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով։ Տարեվերջին 5993 ԵԱՏՄ քաղաքացի ունեցել է վավեր քարտ։ ԵԱՏՄ քաղաքացիների ընտանիքների անդամների վերաբերյալ ստացվել է 2508 դիմում, կայացվել է 2616 որոշում, որից 2418-ը բավարարվել է, 40-ը մերժվել, 57-ը կարճվել, իսկ 101-ը դադարեցվել։ Տարեվերջի դրությամբ վավեր քարտ ունեցող ԵԱՏՄ քաղաքացիների ընտանիքի անդամների թիվը կազմել է 2322։ Հաշվետու տարում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում են եղել Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Եգիպտոսի եւ այլ պետությունների քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ հարթակում ներկայացված դիմումներում ընդգրկված են եղել 100 պետությունների քաղաքացիներ։ Հարթակում դիմում է ներկայացրել 946 ընկերություն, որոնց մեծ մասը 782-ը ներկայացրել է 5-ից պակաս, իսկ 497-ը մեկական դիմում։ 2024 թվականի տարեվերջի դրությամբ ժամանակավոր կացության վավեր քարտ ունեցել է 91 պետության 3918 օտարերկրացի։ Նրանց ճնշող մեծամասնությունը 77%-ը եղել են արական սեռի։ Վավեր կարգավիճակ ունեցողների թվում ամենամեծ խումբը կազմել են 16-ից 34 տարեկան Հնդկաստանի քաղաքացիներ։